Տեղյակ եք ինչ գործընթացներ է իրականացվում ձեր գնահատականը կատարվողին։ Գնահատականը պետք է լինի շատ խիստ բացասական, որովհետև ամբողջ քարոզարշավի ընթացքում ԲԿ-ի հանդեպ այդպես բռնության կոչեր, խոստումներ եւ այլն, այնուհետև մենք բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ բառից գունի իմաստով ձայնագողությունը, այնուհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուր կամակատարներ Նիկոլ Փաշինյանի կատարեց հրահանգները, Սահմանադրական դատարանը բռնաբարելով Սահմանադրությունը եւ օրենքները վերահաստատեց, իսկ այժմ արդեն ԲԿ առաջնորդի շուրջ ծավալվում է իրական ռեպրեսիաները, սա չի կարող ուղղակի բացասական գնահատականի չարժանանալ։ Պարոն Սարգսյան, այս ռեպրեսիաներին ինչպես եք պատկերացնում, ինչ ճանապարհով պետք է վերջ դրվի, որովհետև նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարում էր, որ բոլորը նստելու են։ Բնականաբար իշխանապողության ճանապարհով, որովհետև դրա այլ ընտրանքը չկա, մեր բոլորի աչքի առջև Նիկոլ Փաշինյանը վերահացվում փոքրիկ բռնապետի եւ նրա ուղակի այդ պետության դահիճի ցանկությունների դեմ առնելու համար բացառապես պետք է իշխանապողություն։ Ինչ ճանապարհով, պարոն Սարգսյան, դուք ինչպես եք պատկերացնում իշխանապողությունը։ Մանդատ վերցնելը իշխանապողության կտանի։ Չեմ կարող ասել, որովհետեւ եթե իմ պատկերացումները մանդատ վերցնել լիներ իշխանապողություն, ապա ես կունենայի այդ մանդատը։ Բայց պատկերացումները տարբեր են, ռազմավարությունները տարբեր են, մարդկանց աշխատանքները տարբեր են, պատկերացումները ընդհանրապես, հետեւաբար յուրաքանչյուրիս պատկերացումների մեջ այստեղ էականը չի ով է ճիշտ մտածում, ով է սխալ մտածում, կարևորը արդյունքն է եւ կարևորը բոլոր այդպիսի գործողությունների արդյունքը լինի Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հեռացումը։ Տեսեք, մինչ սահմանադրությունը չի փոխվել, ամեն դեպքում գործող սահմանադրությամբ հստակ սահմանված է Հայաստանը իրավական եւ մնացածը գիտեք, այստեղ գլխավոր մեղք իրավական է, բայց արդյոք իրավական այդ տերմինը չի խախտվում սահմանադրության հոդվածի հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, օրինակ, այս ինչ մարդկանց բոմժ եմ սարքելու։ Իհարկե խախտում է, բայց քանի որ չկա արդարադատություն իրականացնող մարմին, քանի որ քաղաքականությունը մտել է դատարաններ, արդարադատությունը պատուհաններից ուղղակի դուրս է փախել, բառից բուն իմաստով, եւ չկա այն մարմինը, չկա այն անկախ դատական համակարգը, ով պատասխանատվության կենթարկի ցանկացած իրավախախտի, կապ չունի իշխանություն, ընդդիմություն եւ կապ չունի ընդհանրապես իր սոցիալական վիճակը, սեռը, տարիքային կազմը եւ այլն։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշակի արտոնություն ունի այդ առումով, Սահմանադրական դատարանից սկսած մինչև առաջին հացյանի դատարաններ բոլորը ուղղակի կատարում են Նիկոլ Փաշինյանի կամքը եւ բնականաբար նրան չկա որևէ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ։ Եթե չկա, նորից եմ կրկնում, դատական այդպես իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան անկախ դատական համակարգ, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների դեմ պետք է աչք փակեն։